Այստեղ ըստ ոչ թե ԲՀԿ-ի հարցն է։ Այստեղ բացարձակ ԲՀԿ-ի հարցը չէ։ Ստացվում է, որ քաղաքացին ունի քվեարկելու իրավունք, բայց ընտրելու իրավունք չունի։ Իրենից ընտրելու իրավունքը գողացվում է եւ սա նաեւ դեպի բռնապետություն տանող ուղիղ ճանապարհ չէ։ Նախ դեպի բռնապետություն տանող ուղիղ ճանապարհ չէ, ուղղակի բռնապետությունը ամրապնդելու ուղի է սա, որովհետեւ մենք արդեն տևական ժամանակ ապրում ենք բռնապետության կանոններով, երբ Նիկոլ Փաշինյանի օրինակ հրապարակային հրահանգով Շինցու քրեական գործով կալանավորվում է Անդրանիկ Թևանյանը, կալանավորվում են շատ այլ քաղաքական գործիչներ, երբ նա փողոցներն ընկած գորգորում հայտարարում է, որ կզսնելու է, ասֆալտին փռելու, ունե զրկելու է եւ այլն։ Հիմա ես ուզում եմ հարցնել այդ եվրոպական երկրների ղեկավարներին, իրենց երկրում նման քաղաքական գործիչ չեմ ասում, վարչապետ հանդուրժեին, թե չէին հանդուրժի, կարծում եմ չեն հանդուրժի։ Ինչ վերաբերում է այս ամբողջ գործընթացին, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևավորել իր պատկերացրած պարլամենտը, ձևավորել ժողովրդի կամարտահայտությունը ըստ իր ճաշակի։ Եթե ինքը նման միջամտությամբ ազդում է պարլամենտի պատկերի վրա, ապա դա նշանակում է, որ այս պարլամենտը լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական կամարտահայտության պատկերը եւ դրանից բխում են հետեւյալ գործողությունները, դա առաջերտին նոր ընտրություններն են։ Այսինքն նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ դրանից հետո մենք ամեն օր համոզվում ենք, որ այս ընտրական գործընթացը չի կարելի լեգիտիմ համարել եւ քաղաքական բոլոր ուժերը պետք է հստակ, պաշտոնական, քաղաքական գնահատական տան այս ընտրությունների կեղծված են, լեգիտիմ չեն եւ իրենք ավելի շատ ունեն ինֆորմացիա եւ իրենք կարող են հաստերով ներկայացնել, ասել, որ այս պարլամենտը լեգիտիմ չէ, այս ընտրական գործընթացը լեգիտիմ չէ։ Ես ուզում եմ նաեւ Վահագն Հովակիմյանին դիմել Նիկոլի հետ նման զեղծարարություններով, նման ֆոկուսնիկությունով մի զբաղվի, որովհետեւ եթե իշխանությունը փոխվավ այդ նոր իշխանության ժամանակ ես նստելու նման գործողությունների համար, եթե դիմես նման բաների, եթե չէ ժողովրդական ճնշումը ցասում է, եթե շատ հզոր եղավ, Նիկոլ Փաշինյանը քեզ զոհելու է, ինքն է նստեցնելու քեզ։ Չարժի հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության գնալ նման զեղծարարությունների, ազդել ժողովրդի իրական կամարտահայտության վրա։ Զրույցների հետ կապված ինչ կարող եք ասել, որովհետև օրինակ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, որ տեսեք թե իրենք ինչպես են, այստեղ ընթացող ընտրությունները գնահատել են տնել։ Ես Ալեն Սիմոնյանին դուրս չեմ համարում, Ալեն Սիմոնյանը մի քանի տարի առաջ Աղդամն էլ իր հայրենիքը համարում, հետո ասենք հիմա Աղդամը ում հայրենիքն է, կարող է իրոք իր հայրենիքն է, ես չգիտեմ։ Իսկ այդ դե շնորհավորելը, ասենք այդքան ժամանակ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո էլ պետքա շնորհավորել։ Հիմա ուրախանում եմ, որ Պակիստանի վարչապետը Պակիստանային երկրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ճանաչում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դե թող հայ ժողովուրդը մտածի դա ինչի մասին է խոսում, առաջ հերթին։ Երկրորդ հերթին արևմտյան պետությունները պետքա ենթադրեին, որ ինչ է լինի պետքա ճանաչեն, որովհետև իրենց փայփայածն է, իրենց պատվերը կատարողն է։ Ռուսաստանը օրինակ մինչև հիմա չի ճանաչել, ես չգիտեմ դրանից հետո ինչ կանի։ Դե ասում էին, որ չեն ընդունել, բայց սպասենք, էլի պաշտոնական արդյունքները հրապարակվեն, հետո կտեսնենք։ Բացի այդ, մենք այլ երկրներից ակնկալում ենք մի բան, որը, ասենք, տեղի քաղաքական ուժերը պետք է անեն։ Նախ քաղաքական մեծ ակտորները պետք է գնահատեն ընտրությունները, պաշտոնական գնահատական տան, հետո էլ մյուս երկրներից ակնկալենք իրենք ճանաչում են, չեն ճանաչում, ինչ են անում, ինչ չեն անում, ասենք։ Չէ, ես լավ ծանոթ եմ Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պլանները ունի, ընդդիմությունը արձագանքով դերում է։ Ինչու օրինակ հենց գիշերը, երբ որ արդեն ակնհայտ էր, որ իշխանությունը ուզում ստացվում է, այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ընդդիմադիրները չեկան։ Հարկելի անի, այդ հարցը շատ էին տանջում, շատ են այդ հարցը տալիս, ես նույնիսկ ես եմ այդ հարցը տալիս։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն ազնվորություններից է, որը որևէ կերպ իշխանություն չի տա, այսինքն ինքը ԿՊ-ն առաջնորդվում է մահ կամ իշխանություն սկզբունքով։ Ես չեմ սպասում, ես Նիկոլ Փաշինյանից որևէ ակնկալիք չունեմ։
ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այդ հարցը պետք է տալ հիմնական քաղաքական ուժերին, թե ինչու իրենք, ասենք, փողոց չեն գեներացնում ընտրություններին, հստակ ես պաշտոնական գնահատականի մասին եմ խոսում, էլի, գնահատական պետք է տան, որից հետո արդեն դրանից բխող գործողություններ պետք է լինեն։ Թե մինչև հիմա ինչի ենք սպասում, ես չգիտեմ, միգուցե ունեն լավ պլանավորել են գործողություններ, սպասում են պաշտոնական արդյունքների ամփոփմանը, ես չեմ կարող ասել։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանություն չի տալու։ Սահմանադրական դատարանի կապված, այդուհետև խոսում են սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Մենք գիտենք, թե որ թվականի Ժողովուրդ, անիմաստ եւ Նիկոլի գրպանային կառույցների դիմելը դա անիմաստ զբաղվածի ժողովրդին զբաղացնելը։ Ես այդպես եմ համարում, միգուցե սխալվում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ ընտրություններից հետո այդ բրիֆինգ էր տալիս, ինչ էր անում, հելավ հայտարարեց, որ դատական համակարգը կոռումպացված է։ Այն դատական համակարգը, որ 8 տարի ինքն էր սարքել այդ դատական համակարգը, ճիշտ եմ։ Ինքն էր խոսում բարեփոխումների մասին, ինքն էր SMS-ով ԲՏԽ նախագահ ազատում նշանակում, ինքն էր շրջափակում, ինքն էր դատավորին վնգստացող համարում, ինքն էր ասում Հայաստանում չկա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Հիմա այդ մարդը ընդդիմադիրի դիրքերից 3 կանգնին ասում է դատական համակարգը կոռումպացված է։ Եթե կոռումպացված է, ապա թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն դու ես այդ համակարգի։ Հիմա նույն բանը սահմանադրական դատարանի հետ կապված։ Ինչ անելու սահմանադրական դատարանը։ Լղոզված, կարող է չէ՞ մի հատ լղոզված հայտարարություն վճիռ կայացնի, ասի դե հելա քցրվեք տներով։ Իրավական առումով, չգիտեմ։ Դա երկրորդ փուլ չի, դա կոչվում է արդեն նոր ընտրությունների նշանակում, երկրորդ փուլ կլիներ այն դեպքում, եթե վարչապետ չկարողանային ընտրել։ Եթե հիմա կարողանան վարչապետ ընտրել, դա երկրորդ փուլ չի։ Եթե ժողովուրդը ազդի եւ այս խայտարակ ընտրությունների արդյունքները չեղարկեն նոր ընտրություններ նշանակեն, դա կլինի երկրորդ փուլ։ Եթե նոր ընտրություններ նշանակեն ներդիմի, երաշխիքա, որ այս անգամ ալֆայի փոխանցի։ Ես կարծում եմ, որ շատ լուրջ հետևություններ կարվեն։ Ես կարծում եմ, որ եթե նոր ընտրություն, եւ որին ես չեմ հավատում, այս պահի դրությամբ։ Դա իր ձերն ու մազն այն արտահայտում, որ հետընտրական զարգացում չի լինելու, բայց եթե ժողովրդից հասումը բավարար լինի, գեներացիան բավարար լինի, կարծում եմ փողոց կգեներանա, որովհետև ես քայլում եմ փողոց, դուք էլ նկատած կլինեք, որ քաղաքացիները մոտենում են, հարցնում են, թե ինչի չեն բողոքում այս ընտրությունների արդյունքների դեմ, եւ ի տարբերություն 21 թվականի հետընտրական շրջանի, հիմա շատերի մոտ խաբվածության զգացողություն կա։ Շատերը չեն հավատում այս ընտրությունների արդյունքներին։ Դրա համար, ասենք, նոր ընտրությունների դեպքում աշխատելու է բոլորովին նոր տրամաբանություն, եթե լինեն նման ընտրություններ, դա հզոր փողոցն է, դա ընդդիմության միասնական դեմքով հանդես գալն է եւ մի շարք խնդիրներ, որոնց հետ կապված քննադատում էին ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժերը։ Դե Նիկոլի կադրերը ինչ պետք է անեն։ Ես զարմանում եմ, որ դուք ակնկալում եք, որ ասեք Նիկոլ Փաշինյանի նշանակած Հովակիմյան Վահագը պետք է ասեք սիրուն նկարչություն անեն, պրոֆեսիոնալ։ Սրանք նույնիսկ չեն կարող նկարչություն անեն։ Որ մասով։ Ժամանակներում եղել է բոլոր ուժերը վերահսկվել, իրականացվել են, հետո երկրում նաև հակառակ պատկերն է ստացվել այս պարագայում։ Դե ես ասեմ, ակնկալիք չունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Հովակիմյան Վահագից իրավիճակը կփոխվի, Հովակիմյան Վահագը խելքի կգա այն դեպքում, եթե տեսնի, որ ժողովրդից հասումը փողոցում շատ կրիտիկական աստիճանի է հասել։ Հասարակությունը ճնշեց, Նիկոլ Փաշինյանը հետ քայլ կանի, չճնշեց, ոչ մի բան էլ չի անի արդեն։ Հարյուր 60 թեմի հարգելի հետ